Հավատում եք, որ դուք եւ ձեր նման մարդիկ կարող են ազդել մեր երկրում ընթացող որոշումների վրա։ Միանշանակ այո նշել է 36.9%-ը, ավելի շուտ այո նշել է 17.4%-ը, ավելի շուտ ոչ նշել է 11.8%-ը եւ 30%-ը նշել է միանշանակ ոչ։ Ինչ եք կարծում, Հայաստանում մարդիկ վախենում են իրենց կարծիքը բացահայտ արտահայտել։ Սա շատ կարծում եմ հետաքրքիր հարց է։ Միանշանակ վախենում են նշել է 20.3%-ը եւ 14.4% նշել է, որ ավելի շուտ վախենում են, այսինքն մոտ 35%-ը մեր հարցվողների նշել են, որ մարդիկ վախենում են իրենց կարծիքը արտահայտել։ Իհարկե մենք ունենք նաեւ այլ ցուցանիշ, 15%-ը նշել է, որ ավելի շուտ չեն վախենում եւ միանշանակ չեն վախենում 48%-ը եւ նրանք գերակշիռ, այսպես ասած, իրենց ցուցանիշներով գերակշիռ են, բայց մենք պետք է վերադառնանք եւ նորից խոսենք այս 35%-ի մասին, ովքեր որ պնդում են, որ Հայաստանում նրանք կան մարդիկ, ովքեր որ վախենում են իրենց կարծիքը ազատ արտահայտել։ Սա կարծում եմ խնդրահարույց ցուցանիշ է։ Ինչպես է գնահատում ընդհանուր քաղաքական իրավիճակը Հայաստանում։ 31.5% նշել է, որ շատ լարված, ավելի շուտ լարված նշել է 31.2%-ը, ավելի շուտ հանգիստ նշել է 23.2%-ը եւ լիովին հանգիստ նշել է 9.6%-ը։ Դժվարացել է պատասխանել այս հարցին 4.5%։ Ինչ եք կարծում, արդյոք հայ հասարակության շրջանում կա համերաշխություն ձևավորելու անհրաժեշտություն։ Շատ կարևոր ցուցանիշ է, 73.4%-ը նշել է, որ միանշանակ այո, 15.8%-ը նշել է, որ ավելի շուտ այո, ավելի շուտ ոչ նշել է 2.7%-ը եւ 6.7%-ը նշել է միանշանակ ոչ։ Տեսնում եք, որ այդտեղ շուրջ 90%-ը այն կարծիքի է, որ Հայաստանում պետք է համերաշխություն ձևավորելու հետ կապած աշխատանքներ տարվեն, դրա կարծում եմ շատ կարևոր ցուցանիշ է։ Որ գործոններն են ըստ ձեզ խոչընդոտում հասարակական համերաշխությանը Հայաստանում։ Շատ հետաքրքիր պատկեր ունենք այստեղ։ Կեղծ տեղեկատվություն եւ մեդիա 32.6%-ը նշել, սոցիալական անհավասարություն 27.8%-ը նշել, պետական կառույցների նկատմամբ անվստահություն նշել է 25.5%-ը եւ քաղաքական բևեռացում նշել է 21.4%-ը։ Կրոնական կամ մշակութային տարաձայնություններ նշել են 15.2%-ը եւ մասնագիտական կրթական անհավասարությունը նշել է 7.1%-ը։ Ես կարծում եմ այս առաջի 3 ցուցանիշները շատ կարևոր են եւ պետք է ուշադրություն դարձվեն եւ իշխանությունների կողմից եւ նաեւ ընդդիմությունների կողմից։ Ես կեղծ տեղեկատվությունը, որը տարածվում է տարբեր մեդիաների կողմից, ես կարծում եմ սա շատ վնասակար է ընդհանուր մեդիա դաշտի հետ կապված, որովհետեւ շոկ է գցում այն լրատվամիջոցների վրա, որոնք այդ կեղծ տեղեկատվության տարածմամբ չեն զբաղված։